Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ամեն դեպքում երեկվա հայտարարությանը, արդյոք ադրբեջանական կողմը սա կընդունի գիտություն եւ եթե ընդունի ինչ տեղի կունենա։ Իրենց հարցրեք, այսինքն միգուցե նաեւ պայմանավորվածության արդյունք է, որ վաղ թե ուշ պետք է այս շենքի հարցնել լուծվի, չեմ կարող ասել, բայց միգուցե նաեւ գիտություն չեն ընդունում, այլ ողջունում են։ Սովորաբար նման խոզարկություններին հաջորդում են ձերբակալումներ, կալանավորումներ, ինչ կարծում այս բարակայում կլինի եւ մասնավորապես Արցախի նախագահի կարող է լինել։ Այսինքն վաղուց քաշքշում են, տարբեր քրեական գործերով, տարբեր կարգավիճակներ են տալիս Արցախի պետական պաշտոնյաներին, այդ թվում հիշում եք Դավիթ Գալստյանին տևական ժամանակ անհիմն ապօրինի կերպով ձերբակալեցին, հետո կալանավորեցին եւ այլն։ Այսինքն միանշանակորեն հավանականությունը բարձր է։ Պարոն Բեգլարյան, իսկ այս ճնշումները կազդեն կամ ինչպես կազդեն Արցախ հավաքական վերադարձի ձեր դիրքորոշման հետ նկատի ունեմ նաև Արցախի պաշտոնյաների։ Ես պաշտոնյա չեմ, ես ուղղակի հանրային հասարակական գործիչ եմ, իրավապաշտպան, իմ դիրքորոշման վրա չի կարող որևէ կերպ ազդել որևէ հանգամանք։ Ես ուզում եմ վերադառնալ ու ես տեսնում եմ, որ իմ բազմաթիվ հայրենակիցներ ցանկանում են վերադառնալ, բայց դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն, իսկ պայմաններ ստեղծելու համար պետք է Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես միջազգային հանրությունում այս հարցը բարձրացնի, այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններով։ Պարոն Բեգլարյան, բայց Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այդ հարցի վերաբացումը իր գնահատմամբ վերաբացումը, որտեղ իր համար դա փակ է, վերաբացումը հղի է նոր պատերազմով, նոր զոհերով, նոր զրկանքներով։ Ինչու՞։ Դե հավանաբար մտածում եմ, որ միայն պատերազմի միջոցով է հնարավոր վերադարձ։ Ինչու՞։ Ալբերտ հավելում է գործընկերոջից հարցին, ասում է, որ խոսում է վերադարձի մասին Արցախը վերադարձնելու իրենք կողմ են պատերազմին, ինքը շատ սխալ հերթական մանիպուլյացիան է անում, ոչ մենք կողմ ենք արդարությանը եւ իրավունքների պաշտպանությանը։ Ուզում եմ հասկանալ Նիկոլ Փաշինյանը երբ ստորագրում էր միջազգային դատարաններին ուղղվող հայցերի տակ կամ իր կողմից լիազորվում էր այդ հայցերը, ինքը չէր մտածում դրա մասին։ Ինքն է համաձայնությունը տվել, որ դատարանի նման հայց ներկայացնեն մեր տեղահանումից հետո 23 թվականի հոկտեմբերին։ Ուզում եմ հասկանալ կամ միջազգային պարտավորություններ ստանձնելիս, օրինակ փախստականների մասին կոնվենցիան, երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ու սահմանադրությամբ է պարտավորություններ է ստանձնել իրավունքների հետ կապված։ Այդ կոնվենցիայում հստակ գրած է, որ փախստականները վերադառնալու իրավունք ունեն եւ հյուրընկալ պետությունը պարտավոր է առավելագույնը կատարել նրանց վերադարձի համար։ Մենք չենք ասում պատերազմեք, մենք ասում ենք քաղաքական օրակարգ բեր այդ հարցը եւ միջազգային դատարանի հրամանը կատարելու համար դիմիր միջազգային համապատասխան կառույցներին ու պետություններին եւ ասա, որ այս հրամանը Ադրբեջանը անբարեխիղճ կերպով չի կատարում։ Ուզում եմ հասկանալ, սա արդյոք պատերազմ է, թե չէ։ Այսինքն սա նշանակում է, որ ինքը իրավունքները ոտնահարում է, ինքը իր պարտավորությունները չի կատարում, այդում անձամբ իր ստանձնած պարտավորությունները դատարան դիմելու հիմքով։